Հայաստանի էլեկտրական ցանցերը զրկվել են լիցենզիայից։ Ճիշտ եմ արտասանում տերմինները, հա, դա այդպես պետք է ասել։ Ինչ է դա ենթադրում եւ ինչ է նշանակում սրանք։ Ես կարծում եմ Հայաստանը առանց հոսանք չի մնա, առասարակ իհարկե, բայց դա քաղաքական երևույթ է, բնականաբար մենք հասկանում ենք։ Իմ կարծիքով հանրության համար որևէ լուրջ փոփոխություն չի ունենա նման Հայաստանի տնտեսության համար։ Կարծում եմ ոչ էլ Հայաստանի տնտեսության համար իրականը, որովհետև հեծը ինքը մի փոքր առանձնացված կառույց է, բիզնեսից դուրս, ինչ որտեղ նաև քաղաքականացված, համար իմ կարծիքով տնտեսություն չի դուրժի դրանից։ Ինչ ենթադրել, հետագան ինչպեսին կլինի, 3 ամսյա ժամկետ են նշվում, հա։ Այդ 3 ամսյա ժամկետում ինչ պետք է որոշվի։ Եվ եթե չորոշվի, ինչ է ենթադրում դա։ Կարծում եմ կառավարումը միևնույնն է կփոխանցեն այլ կազմակերպությանը, բայց դա իմ ուղղակի կարծիքն է, անկեղծ ասած այլ կազմակերպության։ Կարծում եմ, այո, դա այլ սեփականատեր, այսինքն այլ կազմակերպության ինձ թվում է, ոչ թե սեփականատեր, բայց գիտեք ոնց է, ես նորից կրկնեմ, քանի որ հեծը բիզնեսից դուրս է, այն ամենօրյա բիզնեսից մենք չենք կարող եւ ոչ վերահսկել, ոչ հասկանալ իրենց process-ները, դրա համար ստեղ ես ավելի շատ ձեռնպահ կմնամ որոշակի կարծիք հայտնելու կամ գնահատական տալու։ Չէ, բայց գոնե պրոցեդուրալ մասով կարող եք ասել մրցույթի մասնակիցներ, թե չկա այդպիսին տածական։ Անկեղծ ասած մենք չենք հետևում այդքան խորացված նման հարցերին, որտեղ մենք այսօր ունենք մեր համար ավելի կարևոր խնդիրներ, լուծման առևտրաարդյունաբերական պալատը նկատի ունեմ, ուղղակի հետևում ենք ոնց որ մնացածը նորությունները։ Վստահ եք տնտեսական ռիսկեր չեն առաջանում։ Կարծում եմ ոչ։ Դե որ չեն առաջանում, ուրեմն գանք երկաթուղային մատակարարումների վերականգնմանը, թե դեռ ոչ, դա փորձնական, այսպես ասած, ակտ էր, որին պետք է հետևի քաղաքական ավելի լուրջ որոշումներ։ Գիտեք ոնց կարելի է ասել, որ երկաթուղային ճանապարհը մասնակի վերականգնվել է։ Քանի որ երկու գնացք բարձված ծորենով արդեն Հայաստանը ընդունել է եւ կընդունի, այսինքն ծորենի հետ կապված ամեն դեպքում գնացքները բարբերաբար գալու են Հայաստան։ Երկաթուղային նոր ճանապարհը վերականգնման փուլում է գտնվում, ասենց եկեք անվանենք։ Երկաթուղային։ Առայժմ միայն երկաթուղային։ Այո։ Ինչ որ բան խանգարում է մյուս քայլերը անելու։ Իսկ թվում է ժամանակա պետք ուղղակի։ Իսկ ինչու միայն ծորեն։ Ծորենը դա ալֆա կատեգորիայի ապրանք է Հայաստանի համար, կարևորագույն։ Կարծում եմ ուղղակի քաղաքական որոշում է կայացվել սկսել ծորենից։ Բայց ես տեղյակ եմ, որ այս պահին բանակցություններ են վարվում նաև այլ ապրանքներ մատակարարման մասին։ Ուղղակի մենք ունենք բավականին բարդ երկար ճանապարհ անցնելու, մինչև կարողանանք լիարժեք վերականգնել դա, որովհետև կունենանք բազմաթիվ բարդություններ իրականում, հեշտ բան չի, հեշտ ճանապարհ չի, ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ, որոնք մենք բոլորս միասին պետք է փորձենք լուծենք։ Տողատակը ո՞րն է ձեր ասածը։ Իրականում տողատակ չկա, ուղղակի գիտեք ոնց է, զուտ կազմակերպչական հարցն է բավականին բարդ, տեսեք, մենք 30 տարի չենք շահագործել երկաթուղային ճանապարհը այս, այո, փլուզումից հետո եւ կա բավականին մեծ քանակի բիզնես նյուանսներ, առաջի հերթին լոգիստիկայի կազմակերպման հարցում, հա։ Այսինքն եկեք մի պահ պատկերացնենք, որ մյուս ապրանքների համար ճանապարհը բացվել է, գնացքները սկսում են գալ դեպի Հայաստան։ Ինչ ենք մենք հետ ուղարկելու։ Դուք կանխեցիք իմ հարցը։ Այսինքն մենք այդ երկաթուղին Ադրբեջանը չի բացել միայն Հայաստան ապրանքներ ներկրվելու համար։ Ենթադրվում է, որ իհարկե հետադարձ ճանապարհն է բացվելու, մենք ուղիղ կոնտակտի մեջ ենք եւ աշխատում ենք Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարության հետ եւ փորձում ենք մեր աջակցությունը ցուցաբերենք, որպեսզի կարողանան իրենք ստաբիլացնել ճանապարհը։ Բայց ամեն դեպքում ես խնդրեմը տեսնում եմ, եկեք մի հատ զուգահեռ անցկացնենք, լավ։ Մոտ մի 5-6 տարի առաջ բացվել է նոր երկաթուղային ճանապարհ դեպի Վրաստան, Չինաստանից։
երկու գնաց կա ընդամենը այսքան ժամանակահատվածին երկար տարիների ընթացքում եկել ու Չինաստանից ենթադրում եմ Ռուսաստանով է մտել, չէ՞ վերջում։ Այո, հա, ու տեսեք խնդիրը ինչումն է այստեղ, քանի որ չկա ստաբիլություն, իսկ երկաթուղային գիծը պահանջում է առաջի հերթին ստաբիլություն։ Այսինքն գնացքը գալիս է, հավաքագրվում են բեռերը, բայց հետադարձը չի կազմակերպվում։ Հիմա եթե նույն զուգահեռ անցկացնենք դեպի Հայաստան, Այսինքն հետադարձը դուք նշեցիք Վրաստանից դեպի դուրս։ այո, հակառակ ուղղություն է։ Այսինքն նույն ռիսկի առաջ մենք կարող ենք կանգնել։ Մենք ոչ թե կարող ենք, այլ հաստատ կանգնելու ենք։ Դա արդեն ակնհայտ երևում է եւ դեռ հələ մենք դրա լուծումը չենք տեսնում։ Նոր փորձում ենք ստեղծենք աշխատանքային խումբ երկար գծի ղեկավարության եւ մասնագետների հետ, որպեսզի փորձենք կազմակերպենք դա։ Լավագույն երևի տարբերակը կլիներ նա, եթե ինչ որ մի ժամանակ, թեկուզ կարճ ժամանակ, բայց սուբսիդավորվեր հետադարձ ճանապարհը կառավարության կողմից, պետբյուջեի կողմից, բայց ես համոզված չեմ, որ դա կիրականացվի։ Այսինքն տեսեք խնդրեմը ինչումն է։ Գնացքը եկավ, բեռները եկավ։ Եթե ինքը դատարկ է հետ գնալու, հիմա եկածները դատարկ են հետ գնացել։ Եկածները դատարկ են հետ գնացել, այո։ Բայց այստեղ ունենք որոշակի առանձնահատկություն, որովհետև ցորենի վագոնները տարբերվում են կոնտեյներներից, հա, այսինքն իրանք պետքա էլի նմանատիպ ապրանքով պետք է բարձվեր, դա այս պահին այս փուլում անհնարին է։ Բայց երբ որ մենք կհասնենք նրան, որ մենք կստանանք կոնտեյներային գնացք, բեռնատար, մենք միևնույն է խնդիր կունենանք, որովհետև տեսեք, մենք այս պահին Հայաստանը պատրաստ է երկաթգծով ներմուծի ալֆա կատեգորիայի ապրանքներ, որոնց մեջ մտնում են ձեթը, հալուրը, ցորենը, կրուպեղենը, շաքարավազը եւ այլն, հա, մեծ քանակի։ Հետադարձը մեծ քանակի մենք չենք կարող կազմակերպել, այսինքն մենք այստեղ գործ ունենք բազմաթիվ գործարարների հետ, որոնք որ փոքր քանակի ապրանքներ են հետ ուղարկում։ Եվ այստեղ ունենում ենք խնդիր ստաբիլության եւ իրանց հավաքագրելու։ Այսինքն ես sense եմ պատկերացնում դեռ էլի ամենահարմար եւ արագ ճանապարհը նա կլներ, եթե դա հետադարձը սուբսիդավորվի որոշակի ժամանակ, միջև կգանք ստաբիլության, այսինքն ամսական կլինի, չգիտեմ, 10 գնացք, 20 գնացք, երբ որ գա ու հստակ լինի իր հետադարձ ճանապարհները, փոքր քայլերով կլցնենք եւ ապրանքները հետ կուղարկենք։ Շատ տրամաբանական է ձեր ասածը, բայց այն գործարարները, ովքեր օգտվում են լարսից եւ լարսում ամիսներով հերթ են կանգնում եւ հանդիպում աստված գիտի ինչ խոչընդոտների, նրանք չեն կարող արագ որոշում կայացնել։ Միանշանակ կարող են, ես դες ասեմ ավելին, արդեն ունենք հարցադրումներ նմանատիպ գործարարների կողմից, մասնավորապես խմիչքի հետ կապված, օրինակ գիտեք պրոբլեմա արտահաները եւ այլն, բայց տեսեք մի գնացքը ինքը մոտավորապես 20-25 բեռնատարի մասին ենք խոսում։ Մի սաստավի մեջ այդքան է տեղավորվում։ Այսինքն 20-25 բեռնատարի ապրանք մեկ տեղում, մեկ պահին պետք է հավաքագրել եւ ուղարկել։ Խնդիրը մեր ծավալ ապահովելն է, Այո, ծավալ ապահովելն է, բայց մենք այդ ծավալը իրականում ունենք, ուղղակի ունենք բազմաթիվ գործարարների կողմից, ումը որ մենք խնդիր ունենք հավաքագրելու, համախմբվելու եւ փորձել ժամանակի մեջ տեղավորացնելու։ Այստեղ այդ ստաբիլության մասին է խոսքը գնում։ Լարսում ինչ կփոխվի։ Եթե Աստված հաջողի, որ փոխադարձելիությամբ այդ երկաթգծերը հաջողվի աշխատացնել։ Լարսի աշխատանքը կթեթևանա հայկական բեռնատարների տեսանկյունից, նախ եւ առաջ ցորենի մասով էլ արդեն ինքը որոշակի բեռնաթափվում, բայց դա իհարկե փոքր քանակ է։ Երբ որ մենք ամբողջ ցորենը գալիս էր ավտոմեքենաներով։ Այո, հա։ Հիմա կգա երկաթողով։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ինքնարժեքի վրա արդեն ազդեցություն կունենա։ Արդեն իսկ ազդեցություն կա, դրական ազդեցություն արդեն ունենք։ Եթե մենք կարողանանք հետադարձը ապահովել, ել ավելի էժան կգա բեռները։ Տեսեք, միջազգային լոգիստիկայի մեջ երկաթգիծը ինքը միջին օղակն է կազմում, այսինքն ինքը ավելի թանկ է, քան ծովայինը, բայց ավելի էժան է, քան ցամաքային, այդ բոլոր տեղերը տենց է։ Բայց ստե նաև շատ կարևոր նյուանս կա, դա ինքը ունի շատ ստաբիլություն, այսինքն եթե լոգիստ կազմակերպությունը հնչեցնում է պայմանական 2 շաբաթ, ուրեմն գնացքը 2 շաբաթում տեղ է հասնում։ Իր վրա չի ազդում ոչ մի խնդիրներ կապված, չգիտեմ, եղանակային պայմաններից կամ։ Ձեզ մի քիչ տարօրինակ չթվաց, որ Ռուսաստանը այդքան օպերատիվ գործեց, չէ, երկաթգծի մասով։
եւ համաձայնության եկավ Ադրբեջանի հետ, որպեսզի Ռուսաստանի տարածքը ռուսական երկաթուղին աշխատի Ադրբեջանը մտնի Հայաստան։ Դե Հաշվի առնելով նաեւ ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների վիճակը։ Իմ կարծիքով, տեսեք, դա բիզնես է, չէ, իրականում, կա շուկա, կա տարիներով ստեղծված շուկա, եւ ասես մի փոքր զուգահեռ անցկացնենք, եկավ ծորեն Ղազախստանից, չէ, եւ Ռուսաստանից։ Ռուսաստանից հետո Ղազախստանից։ Հայտարարեց Ռուսաստանը, բայց ռուսական ծորեն ավելի շուտ մտավ։ Դե իմ կարծիքով դա ուղղակի փորձել են տես մեր ռուս գործընկերները իրականացնել, որ առաջինը իրանցը մտնի, տես տպավորություն էլի, երբ որ գնահատական է ստալի, որովհետև ղազախական ծորենը շատ ավելի շուտ էր դուրս եկել Ղազախստանից, քան ռուսականը, բայց ռուսականը ինչ-ինչ պատճառով ավելի շուտ մտավ։ Բայց տեսեք, դուք ձեր հարցին պատասխանեմ, էլի, այսինքն ինչ է ստացվում, շուկան դիվերսիֆիկացվում է, եւ Ռուսաստանը զուտ միայն բիզնես լոգիկայից ելնելով բնականաբար փորձում է շուկան պահի։ Ու ինքը կպահի իհարկե, որովհետև Հայաստանի ձեռնատու է Ռուսաստանի հետ աշխատել, անկախ ամեն ինչից, այսինքն Հայաստանը այսօրվա դրությամբ ուզում է ուղղակի ռիսկերը դիվերսիֆիկացնի, բնականաբար իմ կարծիքով մենք պատրաստ չենք ամբողջ ծավալը անցնենք եւ բերենք Ղազախստանից, այսինքն պահվելու է որոշակի տրամաբանություն, այսինքն ծավալները կիսվելու են, կարող առողջի բաժինը մնա Ռուսաստանին, հնարավոր է, բայց նաեւ Ղազախստանից ենք պատրաստում շարունակել ծորենի ներմուծումը եւ բանակցությունները այս պահին իրականացվում են։ Ինչ ծորեն։ Ծորենի որակի շուրջ աղմուկը տարօրինակ չէր մի քիչ։ Համենայնիվ իրականում մի քիչ ծավալի է, էլի։ Ես տենց որ նայում եմ, տեսեք ինչն է հարցը, էլի այստեղ։ Նախ գաք սկզբից, սովորաբար մենք ինչ ծորեն ենք ներկրում։ Երրորդ կարգի հիմնականում։ Հիմնականում երրորդ կարգի ու ստե ամենակարևորը գիտեք որն է, մենք մի փոքր sense ազգովի փորձում ենք մտնենք գործարարի դաշտ։ Գործարարը դա պետությունը չի ներկրել, դա գործարարը չէ ներկրել։ Գնելա գործարարը, այսինքն մենք ինչ ենք ուզում անենք, էլի իրան հարցադրում տանք ինչ ես բերել։ Դա իր գործն է իրականում։ Եկեք լինենք օբյեկտիվ։ Եթե չիրացվի ինքն է դուժը։ Նախ մենք հիմնական մեր ներկրվող ծորենը երրորդ կարգի է, Ղազախստանից եկել է չորրորդ կարգի, այդ որտես մի հատ աղմուկ է բարձրացվել եւ այլն։ Ես այդ աղմուկից հետո ինքս ուսումնասիրել եմ ցուցանիշները։ Ստե հարցը մենակ կարգի մեջ չի։ Այսինքն ծորենի կարգը ունի իր տակ տարբեր ցուցանիշներ։ Գլիկավինա է, չգիտեմ, անկման թվերն են, խոնավությունն է, տարբեր ցուցանիշներ կան, հա, իր տակ։ Հիմա տեսեք, օրինակ, մենակ գլիկավինայի մասով եթե խոսենք, ասենք Ղազախստանի 4-րդ կարգի ծորենը իրան որակային ցուցանիշներով համարյա թե ռուսական 3-րդ կարգից չի տարբերվում, համարյա։ Այսինքն իրանց մոտ 4-րդ կարգի ամենաբարձր որակն է, իսկ Ռուսաստանից որ բերում են 3-րդ կարգի ցածր ցուցանիշներ են, այսինքն երբ որ ես համեմատել եմ էլ ինքս այդ ցուցանիշները, իրան գրեթե հավասար ապրանք է եկել։ Այդ մեկ։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք ինչ-որ անասնակեր են, չէ՞, հնչեցրել։ Դե հա, այդ քաղաքական որակումներն են։ Դա կա փշինիցը, եկա ֆուրաժն է փշինիցը։ Ֆուրաժայինը դա անասնակերն է, բայց ֆուրաժային ծորեն մենք չենք բերել, ոչ մի գնացքով, ոչ երկրորդ գնացքով։ Այսինքն մենք խոսում ենք լրիվ տարբեր ապրանքների մասին։ Ինքը չի կարա լինի անասնակիր։ Իսկ եթե ինքը լինի անասնակիր, դա նույն բանն է, ոնց որ մենք նորմալ սովորական բարձր որակի ծորենը տանք անասուններին։ Նույն բանն է ստացվում։ Դա մենք իհարկե չենք անելու, հա։ Եվ ամենակարևորը, ինչից ես սկսեցի, գործարարի խնդիրն է դա իրականում։ Այսինքն մենք ազգով ինչի համար ենք ուզում մտնենք գործարարի բիզնեսի մեջ եւ Իրանից պահանջենք, թե ինքը ինչ է ներմուծում, ոնց է։ Եթե մեզի ձեռա տալի գնանք խանութ եւ գնենք այն հացը կամ այն ալուրը, որը որ այսօր խանութներում կա, հա, եւ ստացված այդ ծորենից, ուրեմն մեզ համար նորմալ է։ Եթե ձեռնատու չի, ապա եկեք հասկանանք այդ հացի արտադրության համար ինչ։ Դե եթե կա միայն այդ ալյուրը, գնորդը ինչ պիտի անի, որտեղից պիտի գտնի մեկ այլ ալյուր։ Ալյուր շատ տարբեր է մտնում Հայաստան։ Այսինքն եւ մենք արտադրում ենք տեղական ալյուր, բերում ենք Ռուսաստանից տարբեր եւ գոստ եւ այսինքն գնորդը ընտրության տեղ ունի։ Միշտ ունեցել է եւ ունի։ Լավ, հիմա այդ ակցիան բարեհաջող իրականացվեց, եղավ։ Հիմա որոշակի պաուզա է առաջացել։ Եկել է գնացքը, հետ է գնացել եւ երկաթուղին լռում է։
զուտ կոնյունկտուրային լռություն է դա, թե տակ ուրիշ բան կա դրան։ Տակը կա որոշակի տեխնիկական խնդիրներ, գնացքի աշխատանքը կազմակերպելու այդ մեկը։ Ու երկրորդը, տեսեք ոնց է, Հայաստանում ծորեն ներմուծողները շատ չեն։ Շուկայում 3-4 ուժեղ խաղացող կան, ընդամենը չեմ ուզում անունները տամ, բայց 3-4-ն են։ Դե առաջ մեկն էր, կարող եք միանգամից տալ, մեկի անունը։ Հիմա 3-4-ն է։ Իմ տվյալներով այդ 3-4-ից առնվազն 2-ը թե 3-ը Ղազախստանի բանակցություններ են վարում։ Հենց այս բանը։ Այսինքն մենք երբ որ դիմավորեցինք Ղազախստանից եկած գնացքը, Ղազախստանից եկել է մի գործարար, որը որ այդ ալուրա ուղարկել է այստեղ, նո ավելի շուտ գործարար չէ, պետական կազմակերպության ներկայացուցիչ, Ղազախստանում պետական կառույցն է, էլի արտահանումներով զբաղվում ծորենի, եւ Հայաստանում մենք կազմակերպել ենք հանդիպումներ գործարարների, գործարարները բանակցում են, թե գնի եւ կապված, հա, հետագայի համար, այո, հետադարձը ինչ։ Չէ, այս պահին բանակցություն է գնում հետագա ծորեն ներմուծելու շարունակության մասով, էլի, այսինքն խոսքը գնում է որակի հետ կապված, այսինքն տարբեր որակի առաջարկություններ կան, որոնք է բերվելու, ինչ բարբերականությամբ է բերվելու, ինչ գնով է բերվելու, ղազախներն են պատրաստ որոշակի գնային գնիչեցումներ իրականացնել եւ այլն։ Պաուզան միայն դրանում է կայանում։ Այսինքն, ասենց ես ասեմ, հենց բանակցությունները ավարտվեն, դրական փուլ մտնեն եւ ավարտվեն, ստորագրվի համապատասխան պայմանագիր, նույն ձևի ոնց որ մենք տեսել ենք, ծորենով բարձված գնացքները շարունակաբար էլի կգան Հայաստան։ Հացի գնի վրա արտահայտությունը երբ կլինի, եթե լինի։ Ես չեմ կարծում, որ դա լուրջ ինչ-որ ազդեցություն կունենա, որովհետև գինը շատ չի փոխվել իրականում, մի փոքր է փոխվել, էլի։ Դե տեսեք ոնց է, գնային առումով ծորենի ի սկզբանե գինը փոփոխման ենթակա չի, այսինքն ինքը բիրժևոյ պրոդուկտ է, չի փոխվում, փոխվում է լոգիստիկան։ Իսկ լոգիստիկան վերջնական գնի մեջ շատ մեծ տոկոս չի կազմում, այսինքն եթե մենք լոգիստիկայի մեջ ունենք, նո պայմանական եմ ասում, պայմանական թիվ 15-20% օրինակ գնիչեցում, ԺԴ-ի մասով, հա, դա վերջնական ալուրի գնի վրա այտենց մեծ ազդեցություն չի ունենալու, այսինքն եթե մենք սպասում ենք, որ հացի գինը կորձինալ էժանանալու է, ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ դա տեղի կունենա։ Մի կարևոր հանգամանք է, Ռուսաստանը այսպես օպերատիվ խաղի մեջ մտնել է, ենթադրում է ձևավորվում է մրցակցություն թրիփի նկատմամբ։ Ծորենի կապված նկատմամբ։ Ընդհանրապես կոմունիկացիաների։ Բանոսական դե թրիփը մենք դեռ չենք պատկերացնում ինքը ոնց է աշխատելու։ Այսինքն դեռ նախապատրաստական փուլերը խոսքը գնում 1-2 տարվա մասին, ես չեմ կարծում, որ այս պահին ինչ-որ մրցակցության հարց է առաջանում։ Ես ուղղակի գտնում եմ, որ այդ ճանապարհը ինքը sense tennis պիտի լիներ ու կլինի, եւ Ռուսաստանի ուղղակի այդ արագ ծորեն ուղարկելը դա շուկայի պահպանությունն է իրենց։ Ճիշտ է, Հայաստանը այդպես մեծ դերակատարություն չունի Ռուսաստանի ծորենի արտահանման մեջ, բայց դա միևնույն է, սպառման շուկա է եւ շուկայում դիրքերը պետքա պահպանվեն։ Հայաստանի համար շատ լավ կլինի, եթե ինքը տարանցիկ երկիր դառնա, չէ՞, ի վերջո այդ երկաթուղային հանգույցով։ Դա մեզ համար շատ մեծ իրականում հնարավորություն կընձեռի, եթե մենք դրան հասնենք իհարկե, որտեղ մենք շրջափակման մեջ ենք երկար տարիներ գտնվել, այսինքն ինչ ենք ունեցել ենք Պարսկաստան իր խնդիրներով, այսինքն սանկցիաներն են, ունեցել ենք միակ լարցը իր խնդիրներով։ Ունեցել ենք Վրաստան, որը որ նույնպես էլի ժամանակ առ ժամանակ խնդիրներ է առաջացնում երկու սահմանները փակ եւ Իրանը իր սանկցիաներով, որի միջոցով շատ դժվար է ապրանքներ ներմուծել թե արտահանել, պայմանական էլեմենտարնի բան ասեմ, բանկերը փոխանցումները չեն իրականացնում, եթե ապրանքները ներկրվել կամ արտահանվել են Իրանի տարածքով։ Եվ վերջինը, թրիփը եւ ԵԱՏՄ-ն չեն բախվում իրար, չեն հատվում որպես հակասող կառույցներ։ Գիտեք, թրիփը դա ճանապարհ չի, առհասարակ։ Ոչ միայն։ Հասկանում եմ, տակը կա խնդիրներ, բայց դա միություն չի։ ԵԱՏՄ-ն դա միություն է երկրների։ Թրիփը դա все-таки ճանապարհ է հիմքում դրած։ Դրա համար ես այդպես զուգահեռ չէի անցկացնի։ Բացի դրանից եկեք sense մի հատ բան հասկանանք, ԵԱՏՄ-ում ուժեղ խաղացող Ռուսաստանն է, որ այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, ճանապարհային, սանկցիաների մասով, ապրանք ստանալու թե արտահանելու, միգուցե Հայաստանը այդտեղ կարողանա որպես տարանցիկ այլընտրանքային
ճանապարհ առաջարկել։ Այնու չէ։ Ու դրանով հանդերձ Ռուսաստանի դիրքերը ուժեղացնի, ԵԱՏՄ-ին օգուտ տա։ Այսինքն տնտեսական առումով ես որևէ վատ բան չեմ տեսնում։ Եթե ճանապարհները ապա շրջափակվում են, ապա դա միայն օգուտ է տալու բոլորին, թե Հայաստանին, թե ԵԱՏՄ-ին։